Բարի օր, եթերում է Ազատություն ռադիոկայանը, ես Հեղինե Բունյատյանն եմ և այսուհետ ամեն օր այս ժամին ես և իմ գործընկերները կներկայացնենք լրահոսի ամենակարևոր ու քննարկվող թեմաներից մեկն ամենայն մանրամասնությամբ։ Այստեղ այս ստուդիայում կզրուցենք խնդիրը լուսաբանող ազատության լրագրողների, մասնագետների և պատմության կենտրոնում հայտնված մարդկանց հետ, որ պարզենք ինչ է եղել, ինչպես և ինչու։ Այնինչ անհնար է անտեսել ու նաև այնինչ գուցե մինչ օրս վրիպել է մեր ուշադրությունից։ Ամեն օր մեկ թեմա, ամեն օր մեկ պատմություն, որ փոխում է այսօրն ու վաղը։ Հունվարի 20-ին Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոցում մահացավ 20-ամյա Դավիթ Վարդանյանը։ Նա հերացի էր տեղափոխվել դրանից 3 օր առաջ դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում։ Երիտասարդի կյանքը փրկել չէր հաջողվել։ Դրանից օրեր առաջ արդիկ քրեակատարողական հիմնարկում կախվել էր 28-ամյա մեկ այլ բանտարկյալ։ Այսօր 4 ամիս անց բանտերում մահացածների թիվը հասել է 11-ի։ Նրանցից մեկը մահվանից առաջ 20 օր հացադուլի մեջ էր։ Դատապարտյալներին այցելող անկախ իրավապաշտպանները պնդում են, կալանավորները ամենից հաճախ ստիպված են լինում ծայրահեղ քայլերի, հացադուլի կամ ինքնախեղման դիմել տարրական իրավունքների, բուժօգնության, լոգարանից օգտվելու կամ հարազատին տեսակցելու համար։ Նրանց ձայնը սակայն ճաղերի այս կողմում հաճախ մնում է չլսված։ Ինչու են կալանավերերում մահվան և հացադուլի դեպքերն ավելանում և ուր է հասել միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ ունենալու մասին հեղափոխությունից հետո տրված այս խոստումը։ Նպատակները հիմնականում հետևյալներն են՝ ունենալ միջազգային չափանիշներին, պահանջներին համահունչ քրեակատարողական և պրոբացիոն համակարգ, ունենալ քրեական ենթամշակույթի ծերծ համակարգ և ունենալ չկոռումպացված համակարգ, այսինքն կոռուպցիոն մեխանիզմների ծերծ համակարգ։ Այս մասին ենք այսօր զրուցելու իրավական ոլորտը լուսաբանող իմ գործընկեր Նաիրա Բողադարյանի հետ։ Բարի օր, Նաիրա։ Արդեն երկրորդ շաբաթն է դու պարբերաբար նյութեր ես հաղորդում բանտերում հացադուլների, բռնության, մահվան դեպքերի մասին և առաջին հարցս, քանի որ այդ ամենը տեղի է ունենում արգելապատնեշների, ճաղավանդակների ետևում, ուր ոչ բոլորի մուտքն է թույլ տրվում։ Կասես դու մյուս լրագրողները ինչպես, որտեղից եք այդ մասին տեղեկանում։ Ողջույն Հեղինե, ըստ էության այո, իրենք փակ համակարգ են համարվում եւ որևէ մեկը դյուրությամբ չի կարող մուտք գործել այդ համակարգեր, բացառությամբ օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչների եւ օրինակ կան հասարակական դիտորդական խումբ, շատ երկար տարիներ իրենք գործում են կառավարությունից անկախ, բայց Եվրոպայի պահանջով, իրենք ազատ են այցելել, առանձնազրույցներ ունենալ դատապարտյալների հետ եւ զեկույցներ հրապարակել։ Եվ ինչ են ասում այդ զեկույցները։ Վերջին վիճակագրության համաձայն, որը մեզ տրամադրել է հասարակական դիտորդական խումբը, միայն այս տարվա 4 ամիսներին ընդհանուր բանտերում մահացել է 11 մարդ։ Ընդ որում 2023-ին ամբողջ տարվա համար այդ թիվը եղել է 16, 24-ին օրինակ 12 մարդ է մահացել։ Միայն սա չէ, որ վատ է նաև հացադուլների ինքնավնասման դեպքերը, հացադուլների թիվը օրինակ հետևյալն է 2024-ին 298 մարդ է հացադուլ արել, 23-ին 288։ Որպեսզի ավելի կոնկրետ լինի, արի հստակեցնենք, օրինակ սննդի հարցը։ Տարիներ առաջ նախընտրական հավաքներից մեկում հիշում եմ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում կալանավորն այլևս ուտում է պետության կողմից տրվող հարցը եւ բանտային սնունդը, որի վրա տարիներ շարունակ ըստ իրավապաշտպանների հսկայական միջոցներ են ծախսվում, բայց տրվում էր ճաշ, որը ուտելու բան չէր, փոխվել է։ Այսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կալանավորը պետության տված հացը ուտում է։ Իրանց ընտանիքների սոցիալական հոգսը նաև դրան է հետևած է, որ պետությունը կալանավորին հաց է տալիս։ Շատ բաներ կա, որ մենք չենք նկատում ու չենք արձանագրում, բայց սրանք կարևոր է։ Հիմա ինչ վիճակ է։ Վիճակը վատթարացել է, դա արձանագրել է Մարդու իրավունքների պաշտպանը իր այս վերջին զեկույցում, որտեղ օրինակներ է բերում, օրինակ Վանաձորի եւ Նուբարաշենի բանտերի բանտարկյալները սնունդը որակել են անհամ, վատ որակի, չեն կարողանում ուտել եւ վերադարձել են նախկին վիճակին, երբ ընտանիքի անդամներն էին նրանց հանձնուկներ բերում։ Նաև օրինակ Մարդու իրավունքների պաշտպանը ջրի խնդիր է արձանագրել, որ ջրի որակն է վատ, այսինքն ըստ էության ստացվում է, որ վարչապետը, որը 21 թվականին հայտարարում էր, որ առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետությունում բանտարկյալը ուտում է բանտից սնունդը եւ դրանով նաև նրանց ընտանիքները ազատվել են այդ բեռից բանտարկյալին սնունդ տանելու, օմբուդսմենը իր զեկույցով հերքում է դա։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որը ճիշտ է բանտեր չի այցելում, բայց նրան պարբերաբար զանգահարում են բանտարկյալները եւ պատմում են նաեւ սնունդի վատ որակի մասին, մեկ բառով է նկարագրում այդ սնունդը, ինչը նրանք ստանում են՝ լապ։ Ինչ սնունդ են տալիս, ինչ են ուտում դատապարտյալները։ Դա շատ վատ բառով կարելի է բնութագրել։ Լապ։ Մյուս ամենից հաճախ հնչող դժգոհությունն այն է, որ չկա տարական բուժօգնություն անհետաձգելից մինչև առավել լուրջ հիվանդությունների բուժում։ Այս առումով ինչ է փոխվել։ Հեղինե բժշկական օգնության մասով տարիներ առաջ մի այսպիսի որոշում կայացվեց, եթե մինչ այդ քրեակատարողական ծառայությունը ինքն էր սպասարկում անում, դա հանձնվեց առողջապահության նախարարությանը։ Հեղինե բժշկական օգնության մասով տարիներ առաջ մի այսպիսի որոշում կայացվեց, եթե մինչ այդ քրեակատարողական ծառայությունը ինքն էր սպասարկում անում, դա հանձնվեց առողջապահության նախարարությանը, բայց հասարակական դիտորդական խումբը նշում է, որ դրանից ոչինչ չի փոխվել, ավելի վատացել է վիճակը։ Այդ գործընթացը կատարվել է հաստատղթով, բայց չի կատարվել այնպես, ինչպես որ պետք է լինի ի օգուտ քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների եւ կալանավորների։ Նաեւ մարդու իրավունքների պաշտպանն է առողջապահական ոլորտում տարբեր խնդիրներ արձանագրել, դեղերից մինչև բժշկական սարքերի մատչելիություն։ Օրինակ Վանաձորի բանտում պահվող դատապարտյալները պաշտպանի թիմին ասել են, որ պետք է սպասեն 1 շաբաթ, որ ատամնաբույժ գա, որ իրեն կարողանան այդ ատամի վատ ցավը տանելով այդ խնդիրը լուծել։ Բանտային համակարգում գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում առողջական վիճակի հետ կապված հարցերը շատ են։ Ասենք մարդը իրոք ունի բազմաթիվ հիվանդություններ եւ խնդրում է, որ իրեն տանեն դատապարտյալների հիվանդանոց։ Դատապարտյալների հիվանդանոցը դարձրել են մի հատ կուլտ, այսինքն մի տեղ, որ մի անհասանելի տեղ։ Մարդը կարող է 40 օր հացադուլ անել, նոր իրան տեղափոխեն։ Էնել եթե դու օրինակ ես Պարտաճանակ զանգում եմ, եթե իմանում եմ, որ այդ մարդը արդեն հասել է 40-րդ օրվան, զանգում եմ այդ բուժմաս դրանց եւ ասում եմ ինչ եք անում, մարդը 43-րդ օրն է, նրա հետ կարող է անդառնալի բաներ կատարվել։ Հեղինե դիտորդները արձանագրում են, որ կալանավորները, որոնք հացադուլ են հայտարարում, այդ հացադուլի միջոցով այդ հարցն են բարձրացնում, որ պատշաճ բժշկական օգնություն իրենց չի տրվում կամ տրվում է շատ ուշացած, ձգձգվում է եւ դիտորդները արձանագրում են, որ երբեմն այդ ձգձգված բժշկական օգնությունը անգամ չի կարողանում նրանց հարցերը լուծել, որովհետեւ ստացվում է, որ մարդու խնդիրը ավելի է մեծանում եւ նրան արդեն ստիպված են լինում տեղափոխել օրինակ քաղաքացիական հիվանդանոց։ Հիմա քննադատները կասեն Հայաստանը զարգացած երկիր չէ, անգամ ազատության մեջ շատ-շատերը առողջ սննդի եւ բուժօգնության կամ ապահովության խնդիր ունեն։ Պետությունը կալանավորի համար ինչու պիտի ավելին անի, քան անում է ազատության մեջ գտնվող քաղաքացու համար։ Հեղինե պետության պարտավորությունն է բանտերում ապահովել նորմալ պայմաններ մարդկանց համար եւ պետությունը դրա համար իր տարեկան բյուջեով գումար է նախատեսում, բայց այստեղ իրավապաշտպանները այլ հարց են բարձրացնում, արդյոք այդ գումարը նպատակային է ծախսվում եւ արդյոք այդ փակ համակարգում տեսանելի է, թե ինչպես է այդ գումարը բաշխվում։ Եվ մեկ այլ խնդիր են բարձրաձայնում, որ զոն նայողներ եւ հասարակ, այսպես ասած, հասարակ դատապարտյալները գտնվում են տարբեր հարթությունում, նրանց նկատմամբ վերաբերմունքը տարբեր է եւ ստացվում է, որ պետության այդ գումարները, ինչպես նրանք են ասում, հավասարաչափ չի բաշխվում։ Բայց դրա դեմ 6 տարի առաջ օրենսդրական փոփոխություններ մտցվեցին, պայքար սկսվեց քրեական ենթամշակույթի դեմ, կառավարությունը հայտարարում էր, որ այդ երևույթն այլևս չի հանդուրժվելու։ Բայց թե մարդու իրավունքների պաշտպանի այս վերջին զեկույցը, թե նաև իրավապաշտպանները պարբերաբար հիշեցնում են, որ շատ բան չի փոխվել։ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում նշվում է, որ օրինակ սովորական դատապարտյալների խցերը անմխիթար վիճակում են, վատ պայմաններով, մինչդեռ լրիվ հակառակ պատկերն է արտոնյալների խցերը նորոգած, սալիկներով, սալիկապատ, պատմել են, որ տեսակցությունների սենյակը եթե զբաղեցնում են արտոնյալները, իրենք չեն կարող զբաղեցնել կամ հակառակը, եթե նախատեսված է, որ այդ օրը այդ ժամին տեսակցություն ունեն, ապա կարող են ընդհատել կամ չեղարկել իրենց տեսակցությունը, որովհետև այդ ժամին պետք է այդ տեսակցության սենյակը զբաղեցնի քրեական ենթամշակույթի ներկայացուցիչը։ Բայց ինչու է հիմնարկի քրեակատարողականի ղեկավարությունը դա հանդուրժում, ինչի դիմաց։
Հեղինե այստեղ մի քանի պատճառներ են բերում իրավապաշտպանները, այն որ առաջինը կոռուպցիոն ռիսկեր կան, երկրորդ բավարար ռեսուրսներ չեն ներդնում դրա դեմ պայքարելու համար, եւ միևնույն ժամանակ երբ փորձում են իսկապես գործուն քայլեր ձեռնարկել պայքարելու քրեական ենթամշակույթի դեմ, դա այնպես են անում, որ մի բան էլ արժանանում են իրավապաշտպանների քննադատությանը, ինչը տեղի ունեցավ 1-2 ամիս առաջ Նուբարաշենի բանտում։ Ինչ նկատի ունես։ Պաշտոնյաները մինչև հիմա էլ շարունակում են պնդել, որ իրենք իսկապես պայքարել են քրեական ենթամշակույթի դեմ, դրա շրջանակում մի կալանավորի փորձել են տեղափոխել այլ բանտ, որը խանգարել է մյուսներին, եւ մյուս կալանավորները դրան դեմ են եղել եւ այրել են խցերի գույքը։ Համինը ստանդարտ գործողություն խցերի խոզարկության հետ կապված եւ դատապարտյալները փորձել են բողոքի ակցիա իրականացնել ոչ իրավաչափ մեթոդներով, այրել են գույքը խցի, որի իրավունքը նրանք չունեն։ Բայց այն, ինչ պատմում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, լրիվ հակառակն է։ Ամեն առիթով իրենց ասած ֆիզիկական ուժի գործադրման են անցնում, որի իրավունքի մասին։ Հենց այդ օրը Ժաննա Ալեքսանյանին էր զանգահարել ցմահներից մեկը եւ ասել էր, որ մեզ այստեղ ջարդում են, մեզ այստեղ ծեծում են, եւ պատճառը սա էր, որ զբոսանքի ժամանակ դատապարտյալներից մեկը երգել էր քրեական ենթամշակույթին մոտ երգ Դոլյա Վարավսկայա, ինչն էլ հարուցել էր բանտի ղեկավարության զայրույթը, ինչից հետո հատուկ ջոկատայիններ էին բերել բանտից դուրս, հատուկ ջոկատայիններ էին բերել եւ ինչպես պնդում են պաշտոնյաները, կիրառել էին համաչափ ուժ, բայց ինչպես պնդում են ցմահները, իրենց գցել էին ոտքի տակ եւ դաժանորեն ծեծել։ Որին հետևել է համապատասխան վերաբերմունքը լիազորությունների շրջանակներում, այսինքն որևէ լիազորության վերազանցում այս պայդրությամբ չկա ֆիքսված։ Այս դեպքից հետո մեկ օր անց արդարադատության նախարարը, չսպասելով ծառայողական քննության արդյունքներին կամ չսպասելով որ ծառայողական քննություն լինի, հայտարարեց, որ ճիշտ են արել, կիրառել են համաչափ ուժ։ Իսկ ինչ են ասում անկախ դիտորդները։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել էին Նուբարաշեն եւ արձանագրել էին մարդկանց վնասվածքները եւ նաեւ այն նույն պատմությունը, ինչի մասին խոսել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, նաեւ նշեմ, որ բանտ էին այցելել հենց դիտորդները եւ ելի արձանագրել էին վնասվածքները եւ մարդկանց այդ պատմությունները, որ իրենք որևէ գույք բանտախցերում չեն այրել։ Մեր խմբի ներկայացուցիչների այցի ընթացքում այրված իրեր չեն հայտնաբերվել այդպիսի խոշորածավալ եւ այդ ինչ հրատապխնդիր էր, այդ ինչ հրատապահազանգ էր, որ հատուկ ստորաբաժանման աշխատակիցներն են ներգրավել եւ իրականում իրականացրել են բավական դաժան գործողություն, որը մենք չենք կարող համարել, որ այս գործողությունները եղել են իրավաչափ եւ համաչափ։ Նախարարն ասել էր, որ սկսվել է ծառայողական, դու ասացիր, որ ըստ նախարարի սկսվել է ծառայողական քննություն, դրա արդյունքներից մանրամասներ կան։ Հեղինե այստեղ եւս խնդիր կա, այն որ ծառայողական քննություն է նշանակված եւ արդյունքներն ամփոփված չեն, որևէ տեղեկություն չկա, բայց միևնույն ժամանակ կա հարուցված քրեական գործ եւ քրեական գործը քննում է ոչ թե ինչ են արել բանտի ղեկավարությունը, ինչ է արել այդ մարդկանց նկատմամբ, այլ թե ինչու են զանգվածային անկարգության դիմել բանտարկյալները, այսինքն ըստ էության քրեական գործը հարուցված է հենց ցմահների նկատմամբ։ Այսինքն մարդիկ նաեւ իրավունք չունեն բարձրաձայնել իրենց այդ իրավունքների մասին։ Ինչ իրավունք ունեն շարունակ բռնության ենթարկել դատապարտյալներին, ես դա պնդում եմ։ Ուրեմն մարդիկ փակված են բանտում եւ նրանց խոսքը չի հնչում։ Ինչու պետք է ես վստահեմ նախարարի կամ նրանց տարածած հաղորդագրությունը։ Ինչի, երբ որ չկա այն կողմը, որը կարող է խոսել կամ թեկուզ երից ծառայողական քննությունը, եթե ասենք լիներ օբյեկտիվ, որը անհնար եմ համարում, Հեղինե մի վիճակագրություն եմ ուզում ներկայացնել հենց մարդու իրավունքների պաշտպանի վերջին զեկույցի մասին է պաշտպանը խնդրել էր բարձել թե 2020-ից 24 թվականների ընթացքում ընդհանուր բանտերում ինչքան ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների կիրառման դեպք է եղել։ Եթե քրեակատարողական ծառայությունը նշում է, որ այդ 4 տարվա ընթացքում 181 դեպք է եղել, միևնույն ժամանակ գլխավոր դատախազությունն էլ նշում է, որ արձանագրվել է ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների կիրառման 282 դեպք։ Բայց այստեղ մի հանգամանք կա, ինչի մասին իրավապաշտպանները տարիներ շարունակ խոսում են, որ եթե անգամ եղել են նման դեպքեր եւ հարուցվել են քրեական գործեր, այդ գործերը վերջնական արդյունքում որևէ արդյունք չեն տվել, այսինքն որևէ մեկը չի դատապարտվել, մեղավոր չի ճանաչվել բանտում պահվող մարդու վրա ձեռք բարձրացնելու համար։ Ըստ գլխավոր դատախազության օրինակ հարուցվել են 56 քրեական վարույթ
Եվ քննություն է կատարվել, բայց ոչ մի գործ դատարան չի գնացել մեղադրական եզրակացությամբ, այսինքն ստացվում է իրավապահները հարուցել են, քննություն են անցկացրել, բայց պարզել են, որ բանտերում ծեծ ու ջարդ չի եղել, այլ եղել է համաչափ ուժի կիրառում։ Փաստացի վերջին այս բռնության եւ մահվան դեպքերը տեղի ունեցան համակարգի նոր ղեկավարի պաշտոնավարման օրոք տարեսկզբին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ քրեակատարողական ծառայության պետ նշանակվեց կին Ծովինար Թաթևոսյանը։ Նա մինչ օրս խոսել է այս մասին կամ ներկայացրել է ինչ եւ ինչպես է պատրաստվում փոխել այս բազմաթիվ խնդիրներ ունեցող համակարգում։ Նա այս ընթացքում մեկ անգամ է խոսել օրերս ապրիլի 24-ին, ընդունել է, որ այո, համակարգում կան խնդիրներ, դրանց ուղղությամբ գործուն ջանքեր են գործադրում եւ ներկայացրել է ըստ իրեն այն պատճառը կամ պատճառները, որոնք բերում են այդ վիճակին։ Մենք շատ գործոններ կան, որոնք որ նպաստում են այս տեսակ դեպքերի։ Նախ ի սկզբանե այդ քրեակատարական հիմնարկում մեծ է հոգեկան առողջության խնդիրներով անձանց քանակը, մենք արդեն ունենք վիճակագրական տվյալներ եւ բացի այդ քրեակատարական հիմնարկը ինքնին արդեն ստրեսային իրավիճակ է առաջացնում անձանց համար եւ այդ հոգեկան առողջության խնդիրները եւ մնացած հոգեբանական խնդիրները ավելի սրվում են քրեակատարական հիմնարկներում, այլ հարց է թե մենք ինչ խնդիրներ ունենք սրա հետ կապված, մենք մեծ աշխատանքներ ենք հիմա տանում, թե հոգեբանական գործոնները, հոգեբանական աշխատանքը ակտիվացնելու, թե անվտանգային գործոնները ակտիվացնելու եւ մեր համար եւս խնդրային իրավիճակ է եւ մենք փորձում ենք այս ուղղությամբ աշխատանքներ տանել եւ մեր խնդիրները լուծելով փորձել այս դեպքերը կանխարգելել։ Մեր այսօրվա զրույցը ինձ հիշեցրեց վարչապետ Փաշինյանի ելույթներից մեկը կառավարության նիստում հեղափոխությունից 1 տարի անց։ Կալանքի կրման պայմանների բարելավման հարցը պետք է քննարկել։ Այդ թվում նաև պետք է շատ այդ դոնորների հետ համագործակցելով քրեակատարողական հիմնարկների պայմանների խնդիրը լուծել, սկսած երկարատև տեսակցությունների սրահներից, կարճատև տեսակցությունների սրահներից, որոնք իրենք ըստ էության նվաստացուցիչ են մարդկանց համար։ Նվաստացուցիչ են եւ բոլոր պայմանները ստեղծված են, որ քրեակատարողական հիմնարկներում մարդիկ ժամանակ անցկացնելով դառնան ավելի ու ավելի հանցավոր բանի վարքագծի կրողներ։ Ամեն ինչ արված է դրա համար։ Ոչ մի շանս չի թողնված, գերմարտկային բան ճիքեր են պետք, որպեսզի մարդը որևէ պարագայում որ հայտնվել է քրեակատարողական հիմնարկում, ինքը այնտեղից դուրս չգա որպես պրոֆեսիոնալ հանցագործ։ Եվ սա շատ լուրջ խնդիրներ են, եւ նաեւ սա կապված է քրեակատարողական ծառայությունում տիրող փիլիսոփայության եւ գաղափարաբանության հետ։ Սա շատ կարևոր խնդիր է, այնպես որ մենք սրանով շատ լուրջ պետք է զբաղվենք եւ այսինքն պետք է արդեն մտածենք արդյունքներ արձանագրելու մասին։ Այս ելույթը հնչել էր 6 տարի առաջ։ Դրանից հետո ոլորտում փոխվել է, ես հաշվեցի 5 նախարար, ընդունվել է ռազմավարություն, գործողությունների ծրագիր, ճանապարհային քարտեզ։ Արդյունքները ինչպիսին են։ Հեղինե, երբ ես վերջերս խոսում էի հասարակական դիտորդական խմբի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանի հետ եւ այս հարցը հնչեցրեցի, նա պնդեց, որ սոցիալական, հոգեբանական աշխատանք վերաինտեգրվելու ուղղությամբ չի կատարվում։ Կարող եմ ամենակարևոր կետը նշեմ, որ դատապարտյալների հետ չի անցկացվում հոգեբանական զրույցներ։ Դատապարտյալների հոգեբանական վիճակի ուսումնասիրություն չի իրականացվում։ Եվ ստացվում է բանտը իր բնույթով միայն պատժիչ նշանակություն ունի քաղաքացու համար, ոչ թե վերաիմաստավորելու, վերափոխելու քաղաքացուն։ Ամբողջը գործնած, պատերը քանդված, չի ապահովված կալանավորների համար նախատեսված համապատասխան քույք։ Գաբրիելյանը եւ իր թիմը այն անձինք են, որոնք անարգել իրավունք ունեն մուտք գործել ցանկացած բանտ, հանդիպել այնտեղ պահվողների հետ եւ արձանագրել նրանց խնդիրները։ Շնորհակալություն Նաիրա։ Խնդրեմ Հեղինե։ Շնորհակալություն, որ լսում եք մեզ, խոսափողի մոտ էր Հեղինե Բունյաթյանը, կհանդիպենք վաղը նույն ժամին մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։